Որն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հանրապետականի ծրագիրը, կուսակցությունից մանրամասներ չեն հայտնում։ Պատգամավոր Հայկ Մամիջանյանը միայն փոխանցեց, կուսակցության ղեկավարի ասածին ավելացնելու ոչինչ չունի, որ Փաշինյանին մինչ խորհրդարանական ընտրությունները հեռացնելու ծրագիր կա, 3 ծիծեռնակաբերդում հենց 3-րդ նախագահն էր հայտարարել, պնդելով, թե պահը հասունացել է։ Մենք առանց ծրագրի չեն գործում, այո, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակայնացնել։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը Փաշինյանին փողոցային պայքարի միջոցով հրաժարական պարտադրելու փորձեր անում են 2020-ի պատերազմից հետո, բայց հաջողության չեն հասել։ Վերջին փորձը, որի շուրջ համախմբվել էր ընդդիմադիր դաշտը, Բագրատ arczepiskopos Գալստանյանի առաջնորդած շարժումն էր, որը ևս տապալվեց։ Նիկոլ Փաշինյան, մենք ժամանակ ունենք հրաժարական Ինչու է Սերժ Սարգսյանը համոզված, որ այս անգամ Փաշինյանին հեռացնելու ծրագիրը չի ձախողվի։ Միգուցե հարցը հասունացված չէր, հիմա հասունացած է։ Այդ բոլոր շարժումները բերել են եւ հարցը հասունացրել են։ Եթե երեք Սարգսյանն ակնարկում էր փողոցային պայքարի մասին, այսօր նրա թիմակից Մամիջանյանը ուղիղ ասաց. իրենց քաղաքական ուժը համարում է, որ Փաշինյանին հեռացնելու ամենաիրատեսական ճանապարհը իմպիչմենտն է եւ իրենք պատրաստ են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Վարչապետին անվստահություն հայտնելու ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը։ Միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում։ Ընդդիմադիր պատիվ ունեմը պատրաստվում է նման նախագիծ ներկայացնել եւ եթե այո, ով է լինելու վարչապետի թեկնածուն։ Որպես հավաքական տեսակետ պատիվ ունեմի կարող եմ ասել, որ մենք իհարկե համարում ենք, որ իմպիչմենտը դա իրավական առումով լավագույն լուծումն է Նիկոլ Փաշինյանից ազատվելու եւ միակ իրավական ճանապարհն է խորհրդարանի միջոցով, որպեսզի մենք կարողանանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել եւ հեռացնել։ Բայց այս պահի դրությամբ մենք չունենք վարչապետի թեկնածու միասնական, որը որ կարող է կոնսոլիդացիա ապահովել նաեւ խորհրդարանում։ Վարչապետին անվստահություն հայտնելու հարցում ինչ դիրքորոշում ունի ընդդիմադիր Մյուս Հայաստան խմբակցությունը։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը օրերս հայտարարել է. բաց են ցանկացած քննարկման համար։ Դա իշխանափոխության փուլերից, գործիքներից մեկն է եւ մեր պատկերացմամբ փողոցային շարժման փուլերից մեկն է։ Եթե որևէ առաջարկ կա, ինչպես միշտ, այս ուզում եմ շեշտել, պատրաստ են քննարկել։ Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։ Որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացվի, անհրաժեշտ է 36 պատգամավորի համաձայնություն։ Իսկ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի։ Իշխանական պատգամավոր Ալխազ Ղազարյանը բացառում է, որ ՔՊ-ից ընդդիմադիրներին միացողներ լինեն։ Ինչպես տեսել եք, այսքան ժամանակ մեր խմբակցությունը ինչպես է աշխատել, ոչ մի խնդիր այդ առումով վստահաբար կարող եմ ասել խմբակցության պատգամավոր, որպես որ խնդիր չենք առաջանա, բայց իրենց դեպքում են, որ ասում են թող փորձեն, թող համոզվեն եւս մեկ անգամ։ ՔՊԱ-կանը վստահեցնում է, չեն մտահոգվել Սերժ Սարգսյանի հայտարարությունից, թե իրենց հեռացնելու պահը մոտ է։ Վստահ է, Հայաստանում իշխանություն փոխելու միակ տարբերակը ընտրություններն են։